Կաս շատ սիրելի բաժանորդներ, ոնց եք լավեք, ես համեստում եմ մենակ դպրոց։ Բախի ես սենց սիրուն հակնվել։ Հակնվել եմ, որ գնամ դպրոց էլի սիրուն։ Դե անես է։ Վայ, առաջ փուկ եմ։ Դա աստել դե քեզ կզանգ։ Կապիշոնը։ Այս տարվա իմ բալայի բրենդը Gucci-ն է։ Միտիր, արևը։ Թե հաջող մամա կասում, քեզ կզանգ։ Դա աստել դե քեզ կզանգ եմ։ Հա, անպայման։ Մամա կասում, քեզ կզանգ եմ։ Հա։ Հաղախոսս լիցքավորում չունի, թողանք մնա, ես գնամ հետևեմ։ Ահա, այ հիմա դեմքով ձեզ բարի լույս ասեմ, սիրելի հետևորդներ ջան, Ալեքսին ճանապարհեցի ու հագնվել եմ, ուզում եմ հասկանամ սրա հետ, այս կուրտքեն կսազի թե ոչ։ Որովհետև մենոնց նվիրածն էի ուզում հագնեմ, չսազեց։ Բայց դե սպիտակը միշտեղ ուրիշ է էլի։ Ասեք, որ կա տենց բան չէ։ Ահա, սենց անենք։ Այս շտատիվը ժողովուրդ հեչ լավ է չի, ուրիշ եմ պատվիրել, մինչև կգա։ Շատ ապասնի շտատիվը, հեսա, այս շորոց ենքան շատ են սիրում, ոյ, բադրի զարյատկի, մյուս հեռախոսս, դնեմ զարյատկի, ուրեմ պայմանավորված եմ և մատնահարդարի, և վարսահարդարի, վերցրել եմ իմ այս սիրուն ու թիթիզ պայուսակը, ինչ եմ դնում տոպրակ, ակնոց, ծամոն անձեռոցիկ, են գրպանի 4 անձեռոցիկները չեմ սիրում, չեմ հաշտվում, սա եմ դնում, մեկ էլ իմ դրամապանակը, այսքանը շատ է ու քիչ չի, ինքը բավականին լավ տարողունակ պայուսակա, ստեղ էլ այս մասում էլ ցեպ ունի, բայով մաշենք, ստեղ էլ իմ բանալին, դեղերս, շրտներկս, դրանք կդնեմ մի խոսքով մի հատ էլ ու ծանելիք են մի բրազիլ նահի, բրազիլը լավ չի, լատենանք սա ինչ հասում, շատ սիրում եմ ու գնացինք դրսում պայծառ սիրուն տակ օրա սր այս եմ սիրում լավ օրա բացվել ժամը 9:10 9:10 պայմանավորվել եմ եկել եմ հասել սալոն, դեռ չի եկել, ինչպես միշտ ժամանակից շուտ եմ եկել, այ, ասում եմ սալոնը սենց պտի լինի, չէ, որ մատնահարդար, վարսահարդար, աղ լինի,
Այդ սարերը ինչքան կա չէ։ Մինչև չհալվի, պարքինգ արունը չի գա։ Երկինքը սիրուն։ Այսենց։ Բերներք։ Այսին մարդ նահար դալունը։ Այսել իմ հավես մազերը, խարով են եմ արել, շատ դուրս գալիս է հիմա։ Այսենց փողոցն անցնում ենք ու բարձրանում եմ դեպի վերև, ասակ ասեմ թե ուր օրը երկուշաբթի, այս կողմում բանկն է, այս կողմում այդ ցանցը, մի քիչ վերև էլ, բերեմ զուգը, Ալեքս ջան, բարի ախորժակ։ Սիրելի հետևորդներս, որ դուք եք, Ալեքսի հետ դուրս եմ եկել, ավելի ճիշտ, ոչ թե Ալեքսի հետ, Ալեքսից մի 10 րոպե, 15 րոպե ուշ դուրս եմ եկել, բայց Ալեքսի հետ էլ տուն եմ մտել, այդ մեկը որ հաստատ է։ Ու պարզավոր ինչ եփել այսօրի մասին չեմ մտածել, որովհետև աշխարհի բաներ ենք սարքել զատիկին, ինչն էլ մնացել է, իսկ որ ահագին է մնացել, համով կուտենք։ Բրնձի փլավը, ծուկա, կանաչիները, ձուն, բոլ, մի խոսքով։ Ինչ եփել այսօրի մասին, ընդհանրապես այսօր չեմ մտածելու, որովհետև արդեն ասեցի։ Այս։ Կոֆե դնեմ, մի կոֆե խմենք, այսօր մի քիչ դժվար ու խառը օր եմ ունեցել, սիրելի հետևորդներ, ջանստերից ընդեղ, գնացի մատնահարդարում, չեմ սիրում շատ երկար եղունգներ, մի տեսակ իմը չի էդ դուրս չի գալիս, ուրիշ ձեռքերի վրա շատ սիրում եմ երկար եղունգները, հաճելի է նայվում, բայց որ ես տանը գործ անելուց, ճաշեփելուց, այն մանավանդ խմորի ու աղի հետ աշխատելուց, այդ երկար եղունգը մի այլ կարգի ինձ խանգարում է։ Մազերս էլ հավեսս տվեց խառոֆեն արի, բայց խառոֆենից կարելի ասել բան չի մնացել, համել ավալնում։ Հա, Ալեքս։ Հա, զգույշ փշին, ցավդ տանա։ Համել լավ ալնում էլի, որ մի սալոնից, մի անգամից, մի քանի զորայությունից օգտվում ես ու դուրս գալիս։ Դրանից լավ բան չկա։ Այդ պարագայում։ Մեկա նստելն է նստելը։ Հիմա այսօր համ վարսահարդար, համ դիմահարդար, երկուսը մեկը ու եկա։ Բարձացա վերև գործուներ վերջացրի ու եկել եմ տուն, տանը կարելի ասել, այդքան շատ անելիքներ չկան, որովհետև ինչ պետք է արել եմ,
Այ պարապմունքում էինք անելու, մեկը կանենք, մյուսին ժամերը չհամապատասխանում, որովհետև փոխել են ու այդ պետքա նորից մի հատ վերանայենք սիրելի հետևորդներ ջան։ Այնպես որ այս պահից սկսած արդեն տանն ենք, օրը տաք էր, լավն էր, պահ կար, ուզում էի որ նույնիսկ վերնահակույց չհակնեմ, բայց լավ էր որ տա հակամ, հետո արդեն ինձ դժվար կգներ էլի, ցուրտ էր, սրտոտը արդեն օրվա կեսից հետո անձրևատված, որքանով ճիշտ կլինի չգիտեմ, բայց մինչև այս պահը չկա անձրև, սևամպերը ճիշտ հավաքվել են, Ես կերա։ անիշը մի կանաչին էլ կերար, ամանիխի ասիս, Սարնը։ բայց սառնարան դրած չի, մերն եմ արևիտ, սառնանում չի էլ է, սրտո ջան, կես, ժողովուրդ իմ տղային սառնանի, ոչ մի դրված բանը չի սիրում, ոնց տեմ վերափոխի իր այդ խասյաթը, բնավորությունը խասյաթ մեր լորեցիների նման ասի, բայց թե էտա, հեչ չգիտեմ, հիմի կոֆե խմենք, վաղը շատ անելիքներ ունեմ, վաղվա հետ պատված, արդեն պայմանավորվածություն էլ ունեմ, տեսնենք ոնց առնելու, տեսնում եք սիրելի հետևորդներ, մի մազը, մարդը կնոջը ոնց կարա փոխի չէ, ուղիղ մազերով ուրիշ ձևի, սենց խառաֆենով լրիվ ուրիշ, բայց ոնց հասկանում եմ, ճիշտ է ասում վարսահարտարս, որ մազս հաստա, շատ խիտ են մազերս, հաստ են ու ծանր են, խառաֆենը դժվարությամբ ապահում, բայց թե ես էլ շատ եմ սիրում այդ խառաֆենը, որ ճիշտն ասեմ, որովհետև տեսքը լրիվ ուրիշ է, փոխում է ահագինից, ինչն էլ դուրս գալիս է, մի այլ կարգի, կարմիր խնձոր շատ համով, այս պահին համ խնձորն եմ ուզում, համ կոֆեն, բայց երևի թե սկզբից կոֆեն, դու ցուրտ է, բաքսին սկացի որ ցուրտ է, ծաղիկներս ստեղ լավ պահպանվում են արևից, պասկեքը ոնց թխած, պիտի հյուրասիրեի ճիշտն ասած նպատակային էի թխել, մեկը մամային, մեկը ընկերուհուս, այն էլ քաղաքում չի, մաման էլ ասնա, չեմ ուզում այդ քսովին չսիրեց, այն հյուսքը սիրեց, նրանից, ես էլ տենց ասի առանձին, հյուրասիրեն, կտանի գործի տեղ աղջիկներով կոֆե կխմեն, այն էլ ասնա, ինձ են մյուսից դուր, հյուսքը, հյուսքից, տենց բաներ, սիրելի հետևորդներ ջան, հիմա կոֆե խմենք, Մերսի շատ։ անուշիտնից ավետանի մամա, Լվացքը բաչեք արել, չէ Ալեքս ջան, դու ես արել, չէ, ոչ բան չեմ արել ավետանի մաման, ոչ մի բան, դու հենց գնացել ես դասիկ ու հետևից դուս եմ եկել, խի, գործ ունեի, լավա չի ասում խի, այ թխի,
Այսօր երեխեքը սև ու սպիտակ էին հագնելու, որ նայում ես ինչքան սիրուն է, չէ, ինչքան ուրիշ է։ Այս թված է կողմն եմ, որովհետև դրսից հյուրեր էին գալու ու մի խոսքով Հո սրտուճը Վանանդ կերել ես, թե սումկումդ մնացել է։ Չէ, կերել Կերել է։ եմ։ Անշրնի։ Տարամանով դիր ընդեղ կեր ազիս։ Ալեքս։ Այն լատկական մանր շարիկներ եմ առել, իհարկե Ալեքսի ուզելով, մեղքս ինչ թակցնեմ, ես նման բաներ է չեմ սիրում, համը դուրս չի գալի, որ ճիշտ ասեմ, մի հավես ինգած ուտում է, ասում եմ տարտիր ընդեղ ու ընդեղ կեր, ինքան անսովոր է, որ գիտեմ այսօր ոչ բան չեմ անելու, մի տեսակ ոնց որ ուրիշի տաններն եմ, ամենքս էլ սովոր ենք, չէ, վեր կենանք, մաքնենք, լվանանք, դնենք, ինչ էփենք, այդ մասին մտածենք, են էլ այսօր բացառությունից։ Հետև ամեն ինչ էլ կա։ Այդպիսի բաներ։ Ինչքան սիրուն է, չէ, ոսպը ուրիշ է։ Ցորենն էլ է սիրուն, բայց ոսպի տերևները մի քիչ ավելի ուրիշ է։ Վայ, Ալեքս ջան։ Անդավն եմ, ոչ Դեր ինձ արա չթռնի հետև։ Բողոքեմ մի քիչ, էդ էլ այն պլինտուզը կահույքի որ չկա, միան զգուշ քայլում, հան մի կանֆետ է, ընկավ հետև։ Ոչինչ, պետք չկայնանալ, ոչինչ։ Ուշադիր, Ալեքս, ուշադիր, լավ։ Այդպիսի բաներ, մեր վարպետը քանի օր չկա, գործը կանգնել է, լատուր, մի հատ նայեք իր ափսեին էլի, այս կան է ճուտես, ընդե գնա, տարկցի, Ես այս սրանցից ոչ մեկը չեմ սիրում։ Սրա մեջ ինչ համիտ է, չէ, Ալեքս։ Չէ, սրա մեջ շոկոլադ է։ Շոկոլադ հողնա։ Եվ նույն մեջ եմ սիրում։ Իմ համար այս պոպոկ պնդուկ չամիջ սրանք ավելի լավ է, քան մյուսը։ Այդ մանր բաները տեսնեմ ով ասանգում սիրելի հետևորդներ ջան այստեղ հեռախոսով զրույց ունենալուց հետո ուզում եմ կիսատ մնացած միտքս շարունակեմ ուրեմն այսօր օրը երկուշաբթի է բայց ոնց տեսնում ենք աշխատանքային օրեր փաստորեն երեխեքը դպրոց գնացին ու միշտ էլ գիտենք, որ եկեղեցական տոներին նամանավանդ զատիկին հաջորդ օրը
մեռելոց է, այսինքն մարդիկ գնում են երևի թե 12-ից հետո է էլի հիմնական շարժը, գնում են գերեզմաններ իրանց հարազատների շիրիմներին այցելում, ծաղիկ դնում, խունկ պարում ու նմանատիպ բաներ անում։ Օրինակ տարիներ առաջ բոլորս էլ գիտենք, որ այդ տոներին ոչ աշխատանքային օր էր, բայց թե հիմի կարգերն ու բարքերը երևի թե փոխվել են, դրա համար այսօր էլ սենց է, սիրելի հետևորդներ ջան, ու ամեն դեպքում ոնց ասում են բոլորի շիրիմներին էլ հանգստություն լինի, ու քանի մենք կանք հիշում ենք մեր հարազատներին, մեր շուրթերից արտաբերում իրանց անունը, ուրեմն իրանք կան ու կլինեն։ Ես ամեն դեպքում տենց եմ մտածում, ճիշտ է ժամանակ կար, որ էլի եմ ասել ուրիշ ձև էի մտածում, անգամ խուսափում էի, վախենում էի, ոչ թե խուսափում էի, բայց ես ինքս իմ հետ երկար աշխատանքներ տանելուց հետո հոգեբանական տեսակետից եմ ասում, իհարկե, կարողացա ինձ համոզեմ, որ որտեղ լավը, որտեղ էլ քո չուզած բանը, իհարկե, բայց կարևոր է, չէ որ այդ պահին էլ ես չէ գնում քո հարգանքի տուրքը մատուցում, ծաղիկ դնում, մի խոսքով խունկ վառում, այդ տենց բաներ, ու ինչքան ես խոսում եմ նմանատիպ բաներից, ովքեր ինձ հետևում են շուտվանից, գիտեք, որ հուզվում եմ մի խոսքով էլի, բայց թե որտեղ կա կյանք, ընդեղ էլ կա մահ, որ մեծանում ես տարիները քեզ ավելի են էլի հասկացնում ու լուրումունջ են էլ հասկացնում, որ այո, կյանքը էդ է, կյանքը շարունակվում է, կյանքը պայքար է, կյանքն ու մահը, լավն ու վատը, չարն ու բարին, միշտ էլ Nega, Maria Mitavičer. հա, դիրը Asjova Berka, Asjantova, Asjova Berka, Sesalisto. հա, Ալեքս, ապրես ու ես խոսքից կրա Ալեքսս եկավ, չուզեցի իրան ընդհատեմ, միշտ էլ կյանքն ու մահը, չարն ու բարին, լավն ու վատը, միշտ էլ ուղեկցում են էլի իրար, ուզենք թե չուզենք, ուղղակի որ պարագայում, որ նա իրան, որ գործողությունն է իրան առաջ գցում, դա Աստված, որ բոլորս էլ մեր մեծերի նման ապրենք երկար, առողջ, անհոգս ու որ ամենակարևորը խաղաղ պայմաններում ապրենք, սիրելի հետևորդներ ջան, որովհետև խաղաղությունը մի ուրիշ բան է, թե քո ներսում, քո հոգեկան աշխարհում եւ թե երկրում, երկրի վրա, որովհետև խաղաղության գինը ինձ թվում է բոլորս գիտենք ու բոլորս ենք հասկացել ու ամեն դեպքում, երբ որ սենց խոսքը վերաբերվում է խաղաղությանը, իմ համար կապ չունի Հայաստան աշխարհն է, թե մի ուրիշ պետություն, կարևորը թող բոլոր պետություններում էլ խաղաղություն լինի, ռումբեր չպայթեն, թե պայթեն միմիայն այն սալյուտների ձայներով ողողվի տիեզերքը ու մեր երկիր մոլորակի վրա թող իշխի խաղաղությունը, հանձինս իմ Հայաստան աշխարհի, որովհետև խաղաղությունը շատ կարևոր է ամբողջ մարդկության համար։ Ինչևէ, հիմա արդեն
Այսօր տեսնեմ ինչ անելիք ունեմ, ինչ եմ անում, որովհետև ասում եմ չէ, վաղը մի քիչ, այսպես ասած, խառը օրա լինելու, որովհետև որ ուզում ես ամեն տեղ ու ամեն ինչում հասցնես, դրա համար այս պահին ուզում եմ, քանի դրսից եկել եմ, ձեր հետ էլ մի քիչ զրուցել եմ, հագուստս փոխեմ, տանը մի երկու գործ ունեմ, բզբզամ, գործերս առաջ գցեմ, մի քիչ էլ Ալեքսի հետ զբաղվենք, ինքը որ դպրոցից տուն է գալիս, պարզավոր թողում եմ, ինքն էլ իր ձևով իր հանգիստն առնի, ու ցավոք սրտի, գիտենք չէ, շատերիս մոտ ոնց առնում այդ հանգիստը, այսօր երեխեքի մեծ մասը ձգտում են դեպի հեռախոս ու հեռախոսի մեջ են փնտրում իրանց հանգստությունը, ճիշտ է, ես հետևում եմ, ինչա նայում, ինչով է զբաղվում, ինչ սիթքոմ է նայում կամ այն շորտ վիդեո, բայց ամեն դեպքում սրտով ես չի, որ չարիք է էլի, հեռախոսից, համացանցից գրագետ օգտվելը շատ լավ բան է, բայց ցավոք սրտի մեր մոտ հլավոր այդքան տենց խորը են ուզած ձևով չի ստացվում, հուսով եմ, որ ստացվելու է, ու հենց դրա համար ես նորից իր այդ պարապմունքները վերականգնեցի, որ իր գրաֆիկն այնքան խիտ լինի, որ ժամանակ չունենա հեռախոսի մեջ մտնի, եթե լինի էլ այդ ժամանակը ժամ ու կես, ոչ թե օրինակ 3 ու ավել ժամ, որովհետև պարզ է, եթե դպրոցից տուն գար, ոչ մի տեղ չգնար, ուզեր չուզեր, ինչ պետք է աներ, նման մի բանով էր զբաղվելու, ես իր համար գտել եմ տարբեր միջոցներ, խմբակներ, բլյուզ երգ, բլյուզ մի ուրիշ հետաքրքիր պարապմունք ու այդքանը որ անենք հեռախոսի համար շատ քիչ ժամանակ կմնա, այդ էլ արդեն վերահսկելի է, այդքան բան, ես գնամ զբաղվեմ իմ գործերով, զանգեցի մեր վարպետին, ասում եմ, չենք ուզում գործը տեղից շարժենք, այս մի 3-4 օրա լճացած վիճակա, չի գալիս, չի գնում, որովհետև պատճառը կար, իհարկե մեր կողմից չէ իրա, բայց թե սպասելը այդքան էլ չեմ սիրում, ասի հիլա հարցնեմ, տենամ ինչ ասում, գալիս է, չի գալիս, որ արխային է չնգնի, մենք էլ մեր գործը ավարտին հասցնենք, որ իմանամ ինչ եմ անում, ոնց եմ անում, որ կողմից ոնց եմ սկսում, այդքանը, տեսնեմ էլ որտեղ կհանդիպենք, երեկոյան ժամերն է մեր մոտ, 9:30, այսա, տրամադրությունս հասցրեց ահագին փոխվի, որովհետև որովհետև երեկոյան կողմեր, տենց 4-ի կողմերներ, մի խոսքով, վարպետն եկավ, են էլ մենակ չէ, ու աշխատում են, դա արդեն իսկ ոգևորող է, ու տրամադրող, որովհետև ամեն սկսած գործել ուզում ես, չէ, որ ավարտին հասցրած տեսնես, դե ես էլ բացառություն չեմ, ես էլ եմ ուզում, այդպես, ինչ ենք արել մենք, սովորական տան գործեր, մի քիչ Ալեքսի հետ զբաղվել, հետո հեռախոսային կարևոր զրույցներ ու արդեն 9:30 մարդիկ դեռ աշխատում են, որովհետև չորանալու գործ կա, պիտի չորանա, որ կարողանան շարունակեն, թող մեր բռնած բոլոր գործերը շարունակական լինեն, լավ ավարտ ունենան, սիրելի հետևորդներ ջան, ու ով ինչ գործ բռնել է, թող իր սրտով լինի,
ու լավ ավարտ ունենա։ Այսքանով ձեզ բարի գիշեր ասեմ, տենամ ընդեղ ինչ է կատարվում, որովհետև վաղը շատ խառը օր ալնելու, ընդեղ հենա միքսեր են միացրել, որ ձենը չխանգարի, բարի գիշեր ասեմ, ոնց սիրում եմ ասեմ, լավ եղեք, առողջ ու երջանիկ, իսկ մենք կհանդիպենք վաղն առավոտից, բարի խաղաղ գիշեր բոլորիս։